Արմդուր լրատվականին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատանը մերժել է հեղինակություն Արա Բանդուրյանի որդու Լյովա Բանդուրյանի տնային կալանքի դեմ գլխավոր դատախազության կողմից ներկայացված բողոքը, ասել թե հեղինակության որդին կշարունակի մնալ տնային կալանքի տակ եւ բանտ չի գնա։ 2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սևանի Best Western Bohemia Resort հանգստյան գոտում։ Միանիմաստ վիճաբանության հետևանքով ընչել էին կրակոցներ եւ մահացել էր Սևանի ավականու անդամ 37-ամյա Արսեն Աֆյանը։ Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյանից մեկի Արա Բանդուրյանի որդին էր Լյովա Բանդուրյանը եւ Միսակ Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը հետախուզման մեջ էր գտնվում։ Քրեական հեղինակությունն Նուրատուսի Ալիկի Արա Բանդուրյանի եղբոր որդին Լյովա Բանդուրյանը կալանավորված էր, սակայն դեպքից 7 ամիս անց նրան կալանքից ազատում են եւ 100 միլիոն դրամի գրավի կիրառում։ Այս որոշումը վրդովեցրել էր Արսեն Աֆյանի հարազատներին։ Ավելին Արմդուր լրատվականին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազությունը Գեղարքունիքի մազի դատանի դատավոր Կարեն Հայկոբյանի որոշումը բողոքարկել էր վերաքննիչ դատարան։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատանի որոշումը եւ մերժել գլխավոր դատախազության բողոքը։ Քրեական հեղինակության եղբոր որդին կշարունակի մնալ ազատության մեջ։